Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Hub։ Բարև ձեզ Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ։ Այսօր Մեդիա Անալիտիկ հաղորդման իմ հյուրն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, անդրադառնանք այս տարվա մեջ թերևս ամենակարևոր իրադարձություններին եւ դրանով փորձենք տարին ամփոփենք, նաեւ կանխատեսենք, թե այդ ամենով հանդերձ մեզ ինչ է սպասվելու եկող տարում, որովհետեւ այն գործընթացները, որոնք տեղի ունեցան անցնող 2025 թվականին անպայմանորեն փոխանցվելու են 2026, որովհետեւ որևէ մեկը իր հանգուցալուծումը այդպես էլ չի ստացել։ Սկսենք թերևս վերջին իրադարձություններից։ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է իբրև խաղաղության դարաշրջանում ենք արդեն, խաղաղությունը իբր արդեն հաստատված փաստ է եւ որպես օրինակ է բերում Ադրբեջանով Հայաստան ներմուծված երրորդ կարգի ցորենը, այնուհետև բենզինը, արդեն ոչ թե Ադրբեջանով, այլ հենց ադրբեջանական բենզինը, դրան գումարենք, որ Թուրքիան բացում է Turkish Airlines ավիաուղիները, որով կապ է հաստատվելու Երևան-Ստամբուլ, սակայն միաժամանակ ականատես ենք լինում, որ Բաքվում տեղի է ունենում համաժողով արևմտյան Ադրբեջան այդ գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար։ Այսինքն մի կողմում կա թմբկահարվող խաղաղություն, իդեմս Նիկոլ Փաշինյանի, իսկ մյուս կողմում իդեմս Ալիևի կա նվաճողական նկրտումներ Հայաստանի նկատմամբ։ Հիմա 2026 թվականին այդ իրադարձությունները ինչպես կարող են մեկտեղվել կամ խանգարել իրար կամ, չգիտեմ, ինչ որ մի ձև հանգուցալուծվել։ Նախ Ադրբեջանից բարելիք միշտ էլ բերվել է։ Հիմա միջնորդավորված միջին օղակներով բերվում է, դա որություն նորություն չի, Թուրքիայի հետ կապված 94-95 թվականից Հայաստանի տնտեսվարող որոշ սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ Թուրքիայի իրենց, ասենք այսպես, գոլեգաների հետ միշտ էլ աշխատել են եւ թուրքական ապրանքը անհիշելի ժամանակներից մեր շուկաներում, այսինքն դա որություն նոր բան չի։ Հիմա ինչ ասել է խաղաղություն։ Նախ մենք երկու պետության հետ գտնվում ենք պատերազմի մեջ։ Սա արձանագրում ենք որպես իրողություն։ Այն, որ Հայաստանի օրվա իշխանությունները ձգտում են Ադրբեջանից ստորագրել խաղաղության պայմանագիր, որը հետո դարձավ համաձայնագիր, դա իրական տարբերություններ նախաստորագրված։ Որն էլ նախաստորագրեց համաձայնագիր, ոչ պայմանագիրը, որովհետև պայմանագիրը, եթե ստորագրող կողմերից մեկը փորձում է չեղարկել կամ ինչ-որ կետեր չկատարել, իրավական միջազգային առումով հետևանքներ է, հա, թողում, համաձայնագիրը ոչ։ Հիմա արձանագրում ենք, որ չկա այդ պայմանագիրը ստորագրած, իսկ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը չհայտարարված պատերազմի մեջ ենք։ Կա տաք փուլ, որ եղավ 44 օրյան, հետո որոշ դրսևորումներ սահմանում, բայց դա դեռևս զորական վիճակում չէ, այսինքն ցանկացած բան կարող բռնկվել։ Սա ինչ վերաբերում է Ադրբեջան, Թուրքիայի հետ մենք պատերազմի մեջ ենք 1993 թվականից, կրկին չհայտարարված, որտեվ Քարվաճառի ազատագրումից հետո Թուրքիան տնտեսական շրջափակման ենթարկեց Հայաստանին, որը պատերազմի էլեմենտ է։ Եթե դրանից գումարենք, որ Թուրքիան 1992 թվականին մեկ անգամ եւ 93 թվականին երկու անգամ, 92-ի մայիսի 20-ին, 93-ի լույսին եւ 93-ի հոկտեմբերին երրորդ դաշտային բանակը Թուրքիայի փորձում էր մտնել Հայաստան եւ միայն Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կասեցվեց, ընդ որում վերջինը ուղղակի Թուրքիային սպառնացին, որ միջուկային հարված կարող են հասցնել։ Արձանագրում որ Թուրքիայի հետ մենք եւս պատերազմի մեջ ենք։ Դեր չի չանք, որ թե Թուրքիայի դու դիվանագիտական հարաբերություն չունես, բայց առևտուր ես անում, թուրքական պետհամայնքներով շտապողության մեքենա քո քաղաքում պատտվում կամ ավիաընկերություն ինչ որ գծեր է բացում, այդ որ դու արդեն խաղաղություն ես եւ պատերազմ չկա, այդպիսի բան չկա։ Մեր տարածաշրջանը ինքը խաղաղություն հաստատվելու երաշխավորներ ունենա։ Սովորաբար այդպես է, եթե երկու հոգի կռվում են, մեկը եթե հաղթում է բացարձակ առումով, դիմացինը պետք է կապիտուլացվի, դառնում խաղաղություն, այսինքն պարտվող կողմը երբեք այլևս որոշակի ժամանակահատվածում նախահարձակ չի լինելու։ Այդ երկու պետությունների մեջ խաղաղությունը կապիտուլյացիան է։ Կա երկրորդ ճանապարհը,
երբ կան երաշխավորներ այդ ստորագրած պայմանագրի, այսինքն մի պետությունը չի կապիտուլացվել, բայց որպեսզի կռիվ չլինի, այլ պետություն կամ պետություններ կամ դաշինք շարունակեն, որ այո, կռիվ չլինի եւ իրենք երաշխավոր են։ Մեր տարածաշրջանում երկաթև եւ կայուն խաղաղության ձևաչափը 3 գումարած 3-ը։ Հարավ-Կովկասյան 3 հանրապետություններ, Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան, որտեղ մեծ հաշվով իրենց ներկայությունը, իրենց շահերի համադրումն ու կամ հակադրությունը կամ բախումը կամ համագործակցությունն է որոշելու, այստեղ կլինի կռիվ թե չի լինի։ Ադրբեջանը ինքը որոշող չի պատրաստ սկսի թե չսկսի։ Իդեպ 44-ին Ադրբեջանը սկսեց, Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում էր ինչու է սկսել, որտեղ Հայաստանի օրվա իշխանությունները բանակցությունները փակուղի են մտցրել։ Եվ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հանրության, այդ թվում մեր տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին հիմնավորում է հետևյալ կերպ, որ իրենք ունեն իրենց տարածքից ՄԱԿ-ով հաստատված առանց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 7 շրջան, որը Ադրբեջանի տարածք էր։ Հետաբար ինքը խնդիր ուներ ազատագրելու, երբ Հայաստանի իշխանությունները բանակցությունները փակուղ տան, Ադրբեջանը այդ քայլը ուղղակի թե անուղղակի միջազգային հանրությանը եւ այս տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների կողմից այո թույլտվություն տվեցին։ Ի տարբերություն երկրորդին 23-ի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախի դեմ սկսեց, շատ հետաքրքիր է, որ մեր մոտ նույնական է դրվում 44-ին դրանք տարբեր բաներ են։ Ուրեմն առաջին 44-ին սկսեց Ադրբեջանը այդ պատերազմը հայտարարեց հայրենական, այսինքն ազատագրական։ Այդ 7 շրջանները, բայց ձեռք հետել բնականաբար Լեռնային Ղարաբաղն էր ուզում մայրաքաղաքում վերցնել։ Քաղաքական ղեկավարությունը ռազմական առաջ տենց խնդիր է դրել։ Վերցնել Ստեփանակերտը ու թեման դրանով փակել։ Ստեփանակերտ չվերցրեցին։ Այսինքն եթե մենք անաչառ եւ ոչ սուբյեկտիվ գնահատական տանք 44 օրը Արցախը չի պարտվել։ Ավելին ուզում եք ճիշտ գնահատական տամ, Ադրբեջանը չի հաղթել։ Անկախ կորուստներից տարածքային եւ մարդկային Ադրբեջանը չի հաղթել հայկական բանակին։ Նկատի ունեմ Արցախի ինքնապաշտպանական ուժերին, կամ պաշտպանության բանակին։ Այնիշ վերաբերում է երկրորդին, Ալևին պետք էր որոշակի պատրվակ, թե երկրորդ կռիվը ոնց է սկսելու։ Դի հիմնավորում տալ մեծ հաշվով միջազգային հանրության եւ տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին։ Իսկ այդ հնարավորությունը տվեց Փաշինյան Նիկոլը, Շարլ Միշելը, Երախորհրդանի նախագահը եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Էմանուել Մակրոնը, որոնք 22-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրեցին մի փաստաթուղթ Ալիևը եւ Փաշինյանը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Այդ դեպքում Ալիևը նույն միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների առաջ հարց է բարձրացնում։ Ինչ գործ ունի իմ տարածքում, որտեղ Արցախը այլևս Ադրբեջան է, զինված խմբավորումները։ Դարձավ ներքին խնդիր։ Շատ ճիշտ է, եւ զինված խմբավորումների ոչնչացման օպերացիան սովորաբար հակահաբեկչական գործողություն է, ինչ որ Ալիևը քարոզչական դաշտում արեց, այսինքն ինքը գործողություն սկսեց ահաբեկիչներից իր տարածքը ազատագրելու։ Եվ նորից եմ ասում, Արցախի հայաթափման 3 պատասխանատու կա։ Ալիևը որտե աներ դա կարծես թե բնական էր։ Հասկանալի էր։ Դա Փաշինյանն է, Շարլ Միշելը եւ Մակրոնը։ Իդեպ այդ ճակերտավոր հակահաբեկչական գործողությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մատը մատին չխփեց, ինչի համար Ալիևի կողմից արժանացավ գովեստի, որ մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների կառուցողական մոտեցումը։ Իդեպ ասեմ, Հայաստանի իշխանությունները, որոնք Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, եթե տեսականորեն նայենք, հա, Փաշինյանի վարչակազմը մատը մատի խփեր, Ալիև գիտեք ինչ էր որակելու։ Ասել էր իմ երկրի նկատմամբ ագրեսիա կա։ Նույն պահին, որ պահին Հայաստանը միջամտեր, Ալիևը ՄԱԿ անվտանգության խորհրդում հարց էր բարձրացնելու իմ ինքնիշխան տարածքի վրա, որի մեջ մտնում է Արցախը եւ որի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ստորագրությունն են դրել երկու միջնորդների ներկայությամբ Շարլ Միշելի եւ Մակրոնի, ագրեսիա իրականացնում իմ պետության դեմ եւ ես իրավունք ունեմ միջազգային իրավունքով դիմել ինքնապաշտպանության եւ ինքնապաշտպանությունը նշանակում է որ ադրբեջանական զինուժը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային բոլոր գոտիներում ռազմական գործողություն սկսել հիմնավորելով որ եթե ինքը հարձակվում այն վրա ես կանխարգելելու համար այլ կողմերից ես նաեւ հարվածում Հայաստանին այս է իրականությունը այնպես որ այս գնահատականները պետք է շատ հստակ լինեն Արցախի հայաթափման 3 պատասխանատու կա ես Ալիևին պատասխանատու չեմ վերցնում Ինքը իր երկրի գործն է անում, այո։ 3 պատասխանատու Փաշինյան, Շարլ Միշել, Էմանուել Մակրոն։ Պարոն Հապետյան, խոսեցինք խաղաղության պայմանագրից, խաղաղության համաձայնագրից, դրանց տարբերություններից։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց արտգործ նախարարների մակարդակով խաղաղության համաձայնագիրը, ինչին հաջորդեց
Զանգեզուրի Միջանցքի տրամադրումը։ Որքան էլ անվանումը դնենք trip, այնուամենայնիվ դա Միջանցք է։ Տրամադրվեց Զանգեզուրի Միջանցքը, որից հետո Նիկոլ Փաշինյանը միջազգային մամուլին տված հարցազրույցներում հայտարարեց, որ այդ trip-ը Թրամփի ուղին մեծ հեռանկարներ ու հնարավորություններ է բացելու թե Հայաստանի ու Ադրբեջանի, Թուրքիայի, այդ թվում նաև Ռուսաստանի եւ Իրանի համար։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց Իրանը հայտարարեց, որ այդ միջանցքը իրենց անվտանգության համար սպառնալիք է եւ չի կարող օգուտ բերել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Վերջերս էլ Ռուսաստանը հայտ ներկայացրեց, որպեսզի մասնակցի այդ ուղում ընթացող աշխատանքներին, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից հանդիպեց մերժման։ Հիմա ինչ է ստացվում, Նիկոլ Փաշինյանի այնուամենայնիվ այդ թմկա հարած օգուտները, որ պետք է բոլորը օգուտ քաղեն, այնուամենայնիվ իմ գնահատմամբ կարծես թե վերաբերում է միայն Թուրքիային ու Ադրբեջանին, որովհետև իրականանում է մեծ Թուրանի գաղափարախոսության կերտման իրենց նպատակը։ Ուրեմն կրկին անգամ արձանագրում ենք մեր տարածաշրջանում երկարատև կայուն խաղաղության երաշխավորը 3+3 ձևաչափով պետություններն են։ Սա որպես աքսիոմ ընդունենք։ Իհարկե Թուրքիայի ներգրավվածությունն ունենա, իհարկե Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը եւ 3 հարավկովկասյան հանրապետություններ։ Հիմա այդ ձևաչափից դուրս այս գործընթացները եւ Վաշինգտոնում հանդիպումը դա Ալիևի եւ Փաշինյանի առաջարկը եւ իրենց նախաձեռնությունը չէր, դա Տրամփի նախաձեռնությունն էր։ Ուրեմն մինչ այդ այս տարածաշրջանում Զանգեզուրի Միջանցք կոչվածի T1 շահառու ոչ այդքան Ադրբեջանը, Թուրքիան, որքան Բրիտանիան։ Ինչու՞։ Որտեւ Ռուսաստանի հարավի ուղղությամբ պատրաստվում էր ռազմական մեծ բռունցք Ռուսաստան դեմ պատերազմելու։ Ընդ որում պատերազմի հիմնական ուղղությունը դա հարավային Կովկասը չէր լինելու, որտեղ վերջին հաշվի հարավային Կովկասից տեսականորեն նայենք հարավկովկասյան 3 հանրապետություններ, որ առաջին հայացքից զավեշտի կարող է, թվալ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը միացյալ կռվում են ռուսների դեմ, իդեպ այդպիսի փորձ 1918-ի փետրվար-մարտ ամիսներին Անդրկովկասյան Սեյմում բրիտանացիք ստեղծել են, ուղղակի դա ձախողվեց բոլշևիկյան Ռուսաստան դեմ։ Հիմա տեսականորեն նայենք, եթե այդ պրոյեկտը կյանքի է կոչվում, ապա զորք զենք զինամթերք պիտի տեղափոխվի, օրինակ հիմնական այդ կառույցի անկյունակարային պետություն անցածող Ադրբեջան, ինչպես եւ որտեղից ներառել նաեւ ահաբեկիչներ Լիբիա, Սիրիա, Թուրքիա պետք է Ադրբեջան գնան, ոնց են գնալու Հայաստանով։ Այսինքն այդ ճանապարհը Զանգեզուրի Միջանցքը ինքը ռազմական նշանակություն ոչ տնտեսական։ Եթե գումարենք որ Ռուսաստանը ավելի ծանր հարված կարող է ստանալ Ղազախստանից, որտեղ Ղազախստանն ու Ռուսաստանի սահմանը 7600 կիլոմետր է, որից 6000-ը ցամաքային անպաշտպան։ Միայն սահմանային ուղեկալներ են։ Պատկերացրեք, դե Ղազախստանում հայտնվում էր մի քանի միլիոն ահաբեկիչ աշխարհից բերվում լցվում էր այդտեղ, Ռուսաստան ուղղակի երկու մասի էր բաժանվելու եւ ստիպված Ռուսաստանը էշելոնացված պաշտպանություն այդ 6000 կիլոմետրի, իրականացներ, որտեղ ուկրաինական ճակատում ինքը էապես թուլանում էր, որպեսզի զուգահեռ մեր համար լսողների համար ընկալի լինի։ Ռուս-ուկրաինական շփման գիծը 1900 կիլոմետր է։ Հիմա պատկերացրեք 6000, ընդ որում Ռուսաստան պատկերացնում չկան զորք դիբերի այդ։ Ընդ որում 6000-ը մենակ ցամաքային։ Այո, հələ դեռ 1600 ծովայինը չեմ ասում, հա։ Եվ ըստ այդմ Բրիտանիայի ծրագիրը այստեղ մեծ թուրան, որի առանցքային միավորը դա թուրքական պետությունների կազմակերպություն, որ արդեն ունի միացյալ բանակ, իրար հետ համատեղ զորավարություն անում, որի կազմում են Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Ադրբեջան, Թուրքիա, հիմնական անդամ երկու դիտող Թուրքմենստան եւ Հունգարիա։ Եվ այդ միացյալ բանակը պետք է Ռուսաստան դեմ կռվեր։ Հիմա կարևոր Միացյալ Նահանգների համար այդ կռիվները իրանց ջերմ չի տալիս ներկա վարչակազմի, այսինքն բրիտանական ծրագրերը իրանց համար խոչընդոտ, այնպես ինչպես Ուկրաինայում Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է վարչակազմը կանգնեցին, Բրիտանիան անջանում որ կռիվը շարունակվի։ Եվ Միացյալ Նահանգների մեր տարածաշրջան հայտնվելը հիմնականում կոմունիկացիաների, էներգակիրների տեղափոխման եւ ընդերքի հետ կապված Ռուսաստանը ձեռք է տալիս։ Ես կարծում եմ որ նույնիսկ եթե կարող է պայմանավորվածություն լինել ռուս-ամերիկյան բանակցություններում, կարող է չլինել, ինչպես ասում են, ենթատեքստով պարզ է։ Ռուսաստանը այստեղ բրիտանական փուշը հանեց ամերիկյան փշով, որտեղ բրիտանական փուշը իր դեմ միացյալ զորախումբ էր սարքում հարվածային բռունցք որ խփեր Ռուսաստանի։ Այո, իսկ այստեղ հիմա Միացյալ Նահանգները ներկա է տարածաշրջանում իր ազդեցությունը որոշակի առումով ամրապնդելու, նախ ներկա գտնվելու այդ ամրապնդելու, որտեղ այս տարածաշրջանը ածխաջրածնների
նավթի, գազի եւ այլն բավականին մեծ պաշարներ կա, այլ չեմ ասում օրինակ մասնապես Հայաստանը, Սյունիքը, մոլիբդենի եւ ուրանի աշխարհում տոկոս է կազմում, մի քանի տոկոս, հանքեր, երկաթ, պղինձ եւ այլն, այսինքն Միացյալ Նահանգների համար տնտեսական առումով խիստ շահեկան է, իր այստեղ ներկա գտնվել է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ժամանակավոր լոյալ վիճակը, որ Միացյալ Նահանգները այստեղ է, նրա համար է, որպեսզի իր հարավի ուղղությամբ ճակատ չբացվի։ Եվ գա պահը արդեն Ուկրաինայում կռիվը կանգնեցնի եւ աշխարհի ազդեցության վերաբաժանման սեղանի շուրջ նստեն ըստ ԱՄՆ-ի վարչակազմի երկու պետության ներկայացուցիչ, ԱՄՆ Ռուսաստան, ըստ Ռուսաստան ներկայացուցիչ երկուսին գումարած նաեւ Չինաստանի ղեկավարը, երեքով եթե որոշեն, ապա սկզբունքորեն Ռուսաստան դեմ չի Միացյալ Նահանգների տնտեսական ներկայությանը։ Այդ թվում նաեւ հանքարդյունաբերությանը, տեխնոլոգիաներ եւ այլն, բայց Ռուսաստան դեմ կլինի, որ տարածաշրջանի պետությունների վրա ԱՄՆ ունենա քաղաքական եւ անվտանգային ազդեցություն։ Անվտանգային եւ ուրեմն բան ազդեցությունը, քաղաքական ազդեցությունը Ռուսաստանը Պոզդամի կոնֆերանսով հետխորհրդային տարածքի 14 հանրապետությունների վրա դա իր վրա է դրված, հա, եվրասիական տարածքի։ Առավելս որ Ռուսաստանի ղեկավարությունը իր դաշնակիցներով, որի մեջ են BRICS անդամ երկրները, Շանհայի տնտեսական համագործակցության երկրները, իրենք իրականում խնդիր ունեն բազմաբևեռ աշխարհ ստեղծելու։ Միացյալ Նահանգները հավակնում էր այդ մագա բանով պրոյեկտով աշխարհը եւս միաբևեռ, բայց ոչ թե պետական վերազգային կորպորացիաներ, ոնց որ գլոբալիստներն էին ուզում, հա, Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության եւ Բրիտանիայի կառավարության միջոցով, այլ ԱՄՆ ներկայիս վարչակազմը խնդիր ունի միաբևեռ կառավարում Ամերիկա պետության միջոցով, բայց էլի միաբևեռ։ Հիմա Ռուսաստանի դաշնակիցները ասում են երկիրը պիտի լինի բազմաբևեռ։ Եթե բազմաբևեռը իսկ այնուամենայնիվ հիմա գնում է դրան, բազմաբևեռի արդյունքում ստացվում է, որ այս տարածաշրջանում իրական կշիռ ունեցողը Ռուսաստանն է։ Այսինքն այստեղ արդեն աշխատել է 3 գումարած երև, 3 ձևաչափ եւ Ադրբեջանն ինչպես ասում խելոքանում եւ Թուրքիան իր քաշային կարգով, հա, եւ տարածաշրջան երկաթև ու կայուն խաղաղության ուրեմն ժամանակաշրջան է մտնում։ Խոսք գնաց ուկրաինական հակամարտությունից, Թրամփը երբ որ ընտրվելու էր ԱՄՆ նախագահ, նա հայտարարում էր, որ իր ընտրվելու դեպքում 1-2 շաբաթվա ընթացքում պատերազմը Ուկրաինայում կկանգնեցնի, սակայն արդեն տարին ավարտվում է եւ փաստը որ պատերազմը դեռևս շարունակվում է։ Դուք ասում եք, որ Ուկրաինայի հարցի շուրջ բանակցությունների կնստեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ կարծես Չինաստանը։ Այդ դեպքում դուրս են մղվում գործընթացներից Մեծ Բրիտանիան, Եմեն, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության նույնպես անմիջական շահառուներն են։ Այդ դեպքում ինչպիսի դիրքորոշում կորդեգրեն Բրիտանիան եւ Եմեն, արդյոք նրանք կհանդուրժեն իրենց մարգինալացման այդ գործընթացը։ Նախ Ուկրաինայի խաղաղության հաստատման կապված Չինաստանը կապ չունի, Չինաստանը կապ ունի, երբ որ աշխարհի ազդեցության տարածքները վերաբաժանում, այդ ժամանակ այո Չինաստանը ակնհայտ հավակնություններ ունի եւ լուրջ հավակնություն եւ այդ հավակնությունները ցանկությունների դաշտից չեն։ Իր տնտեսական կշիռն է եւ ռազմական պոտենցիալ, այո, որպես նաեւ միջուկային տերություն։ Գերտերություն չէ, բայց միջուկային երկու գերտերություն կա Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Եվ հիմա նայենք Ուկրաինայում ինչ է տեղի ունենում։ Ուկրաինայում կռիվը որ չկանգնի, պատերազմը չկանգնի, շահառուն Բրիտանիան է։ Ինչու՞, որովհետև եթե կռիվը կանգնում է, սկզբունքորեն Բրիտանիան եւ եվրոպական երկրները, առաջնորդին Գերմանիան, Ֆրանսիան, որը Բրիտանիայի դաշնակիցներ են կամ ղեկավարները իրենց կողմից նշանակված, Մակրոնը ընդ որում Ռոթշիլդների ներկայացուցիչն է, բրիտանական Ռոթշիլդներ էլի։ Մերցը եւս նշանակվել է։ Այդ նշանակում է, որ գլոբալիստները պարտվում են։ Եթե գլոբալիստները պարտվում են, այլևս աշխարհի ճակատագիրը որոշում են հակագլոբալիստ 3 տերությունների ղեկավար՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան։ Գլոբալիստների 500-600 տարվա իշխանությունը սկսած թագավորական դինաստիաներից վերջացած ֆեդերալ ռեզերվային համակարգով, որի գերիշխանության համար 2 համաշխարհային պատերազմ եղավ։ Իդեպ այդ համաշխարհային պատերազմները իրականում դոլարի համաշխարհային տիրապետության հաստատումն է, որը եղավ 1944-ին Բերդի-Բուտյան համաձայնագրով։ Եվ այսպես Ուկրաինայում Բրիտանիան ուզում է որ կռիվը չկանգնի, մինչև վերջին ուկրաինացի կռվի, մինչև մյուս տարի նոյեմբեր գոնե նվազագույնը, որտեղ կոնգրեսի ԱՄՆ միջանկյալ ընտրություններում սկզբունքորեն դեմոկրատները կարող են հաղթել։ Հաջորդ օրը սկսում են իմպիչմենտի գործընթաց, որը եթե հաջողություն չունենա, բայց որպես քարոզչական գործիք դեմոկրատների ձեռքին ինքը կարող է շարունակվել մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, որտեղ հավանականությունը շատ մեծ է, որ ԱՄՆ նախագահ կդառնա դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչ, այսինքն գլոբալիստները վերականգնում են համաշխարհային իրենց ազդեցությունը իդեմս դեմոկրատների, որտեղ երկուսն էլ մեկը ջարդվել է, այսպես ասենք, մնացել է Բրիտանիայի կառավարությունը։ Եթե կռիվը կանգնում է, պատերազմը կանգնում է,
Սա նշանակում է, որ Ուկրաինայի ներկայիս վարչակազմը ըստ Ռուսաստանի նախագահի 22 թվականի փետրվարի 24-ի հատուկ ռազմական գործողություն սկսելու ելույթի ժամանակ պատճառների դա դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա։ Նշանակում է այդ ամբողջ վերնախավը իրենք ձերբակալում դատվելու են։ Հիմա Բրիտանիան ամեն ինչ անում է, որ Զելենսկին իր կամքը կատարի, այսինքն կռիվը շարունակվի։ Միացյալ Նահանգները հակամարտությունը ԱՄՆ-ը այո, այս բան գետնի վրա տակ գնում է Ռուսաստան եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ չերևացող, իսկ քաղաքական առումով պատերազմ կանգնեցնել Միացյալ Նահանգներ եւ Բրիտանիայի հակամարտությունը։ Ուրեմն որ պահին, որ Զելենսկին այլևս չի լինում նոր ընտրություններ եւ շատ մեծ հավանականությամբ կռիվը կանգնում է։ Հիմա Բրիտանիան Զելենսկուն պարտադրել է կռիվը շարունակի եւ պատական չէ որ վերջերս $100 միլիոն հայտնի դեպքը Զելենսկու շրջապատով, որտեղ ինքն էլ կհակնայ, այս դեռևս ասենք այդ 100 միլիոնը այդ այսբերգի ընդհանուր գագաթն է։ Դուք պարզի որ միլիարդներ Եվրամիության տարբեր չինովնիկների հետ ուղղակի տակով են արել։ Առայժմ Միացյալ Նահանգները դրա մասին չեն բարձրացնում, բայց իրենց հատուկ ծառայությունները վստահաբար գիտեն։ Ուրեմն Զելենսկուն ձերբակալել, այսինքն ԱՄՆ-ը տանում է Զելենսկուն ձերբակալել նոր ընտրություններ։ ԱՄՆ-ը ունի 3 տեխնացու՝ Պարաշենկո, Տիմոշենկո եւ Ուկրաինայի բանակի հետախուզության ղեկավար Բուդանով։ Բրիտանիան ունի իր տեխնացուն՝ Զալուժնին, որը նախկին ռազմական գերատեսչության ղեկավարն էր, որը արդեն երկար ժամանակ տարուց ավել Ուկրաինայի դեսպանն է Բրիտանիայում։ Այսպես հիմա գնում է այդ կռիվը։ Եթե Զելենսկուն չկարողացան չեզոքացնել Միացյալ Նահանգները, այդ նշանակում է, որ Տրամպի վարչակազմը բական ծանրորեն սպասում։ Դու ժամանակ իր դեմ է աշխատում, որտեղ մինչև մյուս տարի նոյեմբերի շքան ժամանակը քիչ է։ Իդեպ այդ առումով անուղղակի ռուսներին շահեկանել է, գիտեք, որտեղ եթե ժամանակը նոյեմբերին մոտենում է մյուս տարվա, ապա ռուսների պահանջները ԱՄՆ-ը ստիպված է անելու։ Հիմա իրեն մանևրելու ժամանակ կա, ասենք 11 ամիս կա։ Բայց մի այսպիսի վտանգ կա։ Ես կարծում եմ, որ հաշվառնելով, որ Տրամպի վարչակազմը հետևողական է պատերազմը կանգնեցնելու, իսկ Բրիտանիան տրամագծային հակառակ պատերազմը շարունակելու, ապա կա մարդ կա պրոբլեմ, չկա մարդ չկա պրոբլեմ։ Ես չեմ բացառում, որ Տրամպի դեմ համապատասխան շահագրգիռ միավորներ, այդ թվում նաև Ուկրաինայի ներկայիս վարչակազմը, Բրիտանիան, եվրոպական շատ երկրներ ուղղակի մահափորձ կազմակերպեն։ Եթե մի պահ ընդունենք, որ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա այդ քաղաքական հակամարտությունում ԱՄՆ-ն պարտվի, այլ խոսքով Թրամփը պարտվի։ Ապա հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է, որ նույնիսկ որ ունի Թրամփի WhatsApp-ի համարը, խնդիր չունի, երբ ուզենա ցանկացած խնդրի դեպքում կզանգահարի Թրամփին ու այդ հարցերի լուծումը կստանա, ԱՄՆ-ն մեր համարյա թե արդեն հրճակում են որպես դաշնակից ռազմական եւ այլն, ապա ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը այդ պարտության պարագայում։ Ում է փնտրելու նա որպես հովանավոր։ Եկեք այսպես նայենք, տարբերակ սցենարներով, եթե պատերազմը կանգնում է, ռուս-ուկրաինական։ Այո, նշանակում է, որ Բրիտանիան եւ եվրոպական երկրները պարտվում են, գլոբալիստները պարտվում են։ Սա նշանակում է, որ եվրոպական երկրներում շատ արագ սկսում է ինչ իշխանափոխություն։ Մի զուգահեռ բերեմ 1945 թիվ Կարմիր բանակը մտնում էր Եվրոպա, որոնք նացիստական Գերմանիայի եվրոպական երկրների դաշնակիցներն էին, եւ այդ ժամանակ երկրներ կային, որ 1-2 օրվա ընթացքում իշխանափոխություն եղավ, ծաղիկներով դիմավորեցին Կարմիր բանակի տանկերին։ Եթե կռիվը կանգնեցվում է, վստահաբար եմ ասում, եվրոպական երկրներում շատ արագ սկսում է իշխանափոխության գործընթաց, որը կարող է ասենք ամիսներ տևել, մինչև արտահերթ ընտրությունները, ժողովուրդը փողոց իջնում եւ այլն իրավական գործընթաց։ Մեր նման երկրներում իշխանափոխությունը 1 օրում է, 1 զանգ։ Հա, մի ժամում նույնիսկ։ Զանգ ու ճողոպրել, որտեղ գլոբալիստների նշանակած անձ են, որը ոչ միայն մեր մոտ, ասենք այդ նույնը վերաբերում է մեր Բալթյան Հանրապետությունին, նույնը վերաբերում է Մոլդովային, հա։ Եթե կռիվը չի կանգնում, եւ Տրամփը ենթադրենք տեսականորեն հանրապետականը պարտվում է ընտրություններին։ Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն առաջին հերթին եվրոպական երկրները Ռուսաստան դեմ բաց ճակատով պատերազմ են մտնում առանց միջուկային զենքի կիրառման։ Հաշվի առնելով, որ այլևս Եվրոպայի մեջքին միջուկային գերտերություն ԱՄՆ-ն է կանգնացնել դեմոկրատական կուսակցությանով եւ իր ներկայացուցիչ նախագահով, ապա Ռուսաստանի դեմ սանձազերծվելու է պատերազմ։ Դրան արդեն այս տարբերակին վերջերս Ռուսաստան նախագահը արձագանքեց, ասաց, եթե Եվրոպան պատերազմ ուզում, մենք պատրաստ ենք։ Իսկ այնիշ տեղի անում Ուկրաինայում, այո, այնտեղ հատուկ ռազմական գործողություն է, կետային հարվածներ են հասնում, առավելագույն ձգտելով խաղաղ բնակչության մեջ քիչ զոհեր։
այնպես որ տարբերակը, եթե պատերազմը չի կանգնում եւ ԱՄՆ-ի հանրապետականը պարտվում է, դեմոկրատները հաղթում են, ապա երկիր մոլորակը գալիս է Կարիբյան ճգնաժամ 2 միջուկային 5 րոպե պակաս պատերազմի շեմին։ Սա է սցենարը, սա է լինելու։ Իսկ մենք մեր հետ ինչ է լինում այդ բառը։ Այս ամենի մեջ մենք չերևացող ենք։ Ասում եմ, եթե մինչև ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահը, եթե պատերազմը չի կանգնում, այստեղ տեսականորեն ենք նաև Փաշինյանը մնում է, որտեղ գլոբալիստները բերացն է, բայց ասենք Բրիտանիայի ծրագիրը այստեղ Թուրանն է, չէ՞։ Հիմա Ռուսաստան դեմ պատերազմել եվրոպական երկրների ռեսուրսով, ասենք միլիոն կեսանոց բանակ, մեծ ռեսուրսով, որի մեջքին միջուկային գերտերություն ԱՄՆ-ն է, այդ տարբերակով, ապա մեր տարածքը մեծ Թուրանի համար խոչընդոտ է։ Ուղղակի այս տարածքը Արաք կամ Ադրբեջան կամ Թուրքիայի ուղղակի տիրապետության ներքո է մտնելու։ Հիմա ուժով կլինի, պարտադրանքով կլինի, զենքով կլինի, դա էլ հարց է։ Այսինքն կարող է Սեպը Հայաստանը որպես սեպ Թուրանից դուրս է գա։ Այո, այսինքն եթե Թրամփը պարտվում է այդ քաղաքական հակամարտությունում, Հայաստանը ֆիզիկապես վերանում է։ Այո, վստահաբար այո։ Իդեպ օգոստոսի 8-ի այդ նախաստորագրված խաղաղության համաձայնագրից հետո թեպետ առաջել, բայց հետո Էրդողանը բազմիցս հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը մեծ հնարավորություններ է ստեղծում թյուրանական աշխարհի համար։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ամերիկյան հայ համայնքի ներկայացուցիչների, Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որում կարելի է ասել կրկնեց Էրդողանի միտքը հայտարարելով, որ մենք չպետք է խանգարենք Թուրքիային, որպեսզի զարգանա այս ուղղությամբ։ Եվ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես գործնականում քայլեր է ձեռնարկում մեծ Թուրանի գաղափարախոսության ստեղծմանը, սկզբից տրամադրեց միջանցքը, այնուհետև հայտարարեց, որ պետք է Հայաստանը որևէ խոչընդոտ չառաջացնի եւ ստացվում է պետք է նպաստի, որպեսզի մեծ Թուրանի գաղափարախոսությունը կյանքի կոչվի։ Եվ կարծում եք դա նույնպես Բրիտանիայի մատն է գործում հանձինս Նիկոլ Փաշինյանի, ինչը որ նա գործնական քայլերում փորձում է ապացուցել, այսինքն խոսքից բերել դեպի իրականություն։ Եկեք 1918 թիվ գանք։ Սարդարաբադի հաղթանակից հետո, երբ մենք հնարավորություն ունեցանք 20-րդ դարի սկզբին գոյութենական կռիվ տալ, որտեղ այդ Սարդարաբադի ճակատամարտի պարտությունը մեր վերջն էր այստեղ լինելու։ Բրիտանիան լծվեց Հայաստանում բանակի ստեղծմանը։ Բրիտանիան օգնում էր նաև Ադրբեջանին։ Որոշակի առումով Վրաստանին, բայց այնտեղ նաև Գերմանիան էր, ներկայացված։ Հիմա արդյունքում ինչ եղավ։ Հայաստանին պատրաստեց իբր Հայաստանը Թուրքիայի հետ որ պատերազմի եւ ծովից ծով Հայաստանը չստեղծվի։ Եվ ինչ եղավ 9850 քառակուսի կիլոմետր տարածք եւ 20 թվական դեկտեմբերի 2-ին, երբ որ բրիտանական հրահանգիչները եւ գնդապետ Ստոքսները այստեղ ասող հայտնի ֆիլմի նվագախմբի տղաները դե գնդապետ Նոքս են ասում, իրականում այդ անձեղել է, գնդապետ Ստոքսը եղել եւ արդյունքում են եղավ, որ հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա բախման արդյունքում պատերազմի մենք պարտվեցինք եւ այդ տարածքը 9850 քառամոտ այդքան քառակուսի կիլոմետր։ Հետո նոր բոլշևիկյան Հայաստանի խորհրդանացումից հետո մեր տարածքը 31.2 դարձավ, հա, ոչ թե 29, սկզբում շատ էր։ Այսինքն ուզում եմ ասել, որ այնուամենայնիվ ինքը Հայաստանը ըստ Փաշինյանի, եթե Թուրքիայի մոտ խելոք մենք պահենք, Թուրքիան կասի դուք ապրեք։ Սա շատ նման է մեր մեծ քրիստոնյա մտածող եւ համատեղության կարգում նաև Գրող Հովհաննես Թումանյանին, առաջնորդին շատ խորքային առումով մտածող է, ինչպես նաև իր համերկրացին Հրանտ Մաթևոսյանը։ Կկվի հետ պատմություն հիշում եք, որ աղվեսը գալիս է մի ձագհաուզում, հետո երկրորդը եւ այդպես շարունակ։ Հիմա ես կարծում եմ այսպես, հա, Թուրքիան որոշակի ժամանակ ինչ որ սեթեվե թանկներ կանի Հայաստանի, բայց որ պահ եկավ, ուղղակի այստեղ կամ այս ժողովրդին ասելու է իսլամ եք դա ընդունելու, ինչպես է, կամ այստեղից գնում եք, եթե չեք գնում, ուղղակի ընդ որում լրիվ մեկ եք գնում, ոչ մի հետ չեք տան, թուրքը տամ գնաք։ Եթե ոչ, այստեղ հայ չի մնալու։ Ինձ հետաքրքիր է Փաշինյանի այդ բոլոր խոստումները կշերքի նժարի մի կողմ եւ Թուրքիայի ուժային կոմպոնենտով այս տարածք ամբողջուն իրենց անելու նժարի վրա այդ մոտեցումը
ով է հաղթելու։ Իհարկե Թուրքիայի այդ ուժային կոմպոնենտը դա անել գումարենք Ադրբեջանի կոմպոնենտը, Փաշինյանի խոսքը առ ոչինչ։ Դա Նիկոլ Փաշինյանը արդեն հող նախապատրաստել է դրա համար, շրջանառության մեջ դնելով այստեղ հաց, այստեղ կաց, այդ տխմարաբանությունը կարող է ասել, ահա որևէ մի այլ տարածքում կլինի հաց, կլինի որոշակի անվտանգություն, ապրեք եւ դիտարկեք ձեզ որպես նոր հայրենիք, ինչպես անասուններն են, արոտավայրը եթե խոտը լավ է, արածում են եւ որևէ մտահոգություն չունեն, որ դիցուկ իրենց նախնիները չեն ծնվել այդ արոտավայրում։ Նիկոլ Թուրքիան գործնականում ցույց տվեց, որ եթե իր պետության կենսական շահերի եւ որոշ պետությունների այդ տարածաշրջանում շահերի համադրում կա, ապա ինքը ուղղակի վերցնում է։ Կիպրոսի օրինակ լավագույն օրինակն է, չէ՞։ Կիպրոսը հունական թուրքական մաս կար։ Հիմա Թուրքիան զավթեց հունական մասի բավականաչափ մեծ տարածքներ։ Ասեց հիմնա ու վերջ։ Հիմա այստեղ Ադրբեջանը տարմով Թուրքիայի հետ մրցակից է։ Ալև ասում է այս տարածքները մեր պատմական հայրենիքն է, մենք դիվերսնենք։ Ես կարծում եմ Թուրքիան այսպես է ասելու։ Հայաստան-Թուրքիա, երբ տեսականորեն նայենք, որ ռուսները այստեղ չկան, 102 բազա չկա։ Եվ Հայաստան-Թուրքիա սահմանը բացում է դիվանագիտական հարաբերություններ եւ երկու պետությունների միջեւ սահման կլինի։ Այդ սահմանը ինչ որ այսօր կա հայ-թուրքական, որ ասում դա հայ-թուրքական սահման չի։ Դա ցարական Ռուսաստան-Թուրքիա, Խորհրդային Միություն-Թուրքիա, Ռուսաստան դաշտում Թուրքիա սահմանն է։ Որ բան ռուսները դուրս են գալիս, ընդ որում այստեղ են նաեւ ցարական Ռուսաստանի ժամանակից եկած, նույնը նաեւ Իրանի Արաքսի սահմանը, հա։ Թուրքիան ինչ ասելու։ Ասելու է դե հիմա մեր երկու պետությունների դելիմիտացիա, դեմարկացիա սահմանների, ճիշտ է, սահմանագծում, սահմանազատում։ Անելու ենք մեր երկու պետությունները վերջին անգամ պայմանագրով երբ են նման սահմանազատում, սահմանագծում արել։ 1920 թիվ դեկտեմբեր 2 Ալեքսանդրապոլի պայմանագիր, ուրիշ պայմանագիր չկա, վերջինը դա է։ Դե ուրեմն Հայաստանը կլինի 9850 քառակուսի կիլոմետր։ Իսկ վերադառնում ենք այնտեղ, որտեղից այո։ Իսկ դրանից այդ ընթացքում Ալիևը բնականաբար Էրդողանը խնդրելու է, որ այդ 9-8-ն էլ իր պատմական հայրենիքի մի մասն է, դա ինքը դիվերսնու թեման փակվում է։ Եթե եւ որոշ վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ասենք կթվային ինչ որ էս ասում զավեշտից է, դա զավեշտ չի։ Այդ պետությունները հստակ ունեն քաղաքականություն, հետամուտ են, ուժային կոմպոնենտը կա, իրենց մեջքին կա մի կայսրություն, որը հիմա կայսրություն չի, բայց հավակնություններին վերադառնալ խոսքը Բրիտանիայի մասին է, որ ժամանակին մեծ Բրիտանիա էր։ Թուրքիան միշտ օգտագործել է Ռուսաստանի դեմ հարավային Կովկասը որպես աքիլեսյան գարշապահ Ռուսաստան միշտ պատերազմ 13 մեծ պատերազմ ա եղել ռուս-թուրքական։ Սա ուպատական չի։ Ռուսաստան որից այլ պետության հետ 13 անգամ մեծ պատերազմ չի արել։ Մոտ 7-8 անգամ արել է Լեհաստանի հետ։ Բայց այնտեղ գոյութենական խնդիր չէ։ Հիմա ոնց եմ ասում, եթե մեր քաղաքական ուժերը, փորձագիտական շրջանակները այս իրավիճակի սպառնալիքները, մարտահրավերները եւ արկա սպառնալիքները, որ ներսում են, համարժեք չգնահատեցին, Ես բական փոխել վերջաբանը զավեշտը համարվել, որովհետև մենք նախադեպերը ունենք արդեն, երբ որ Թուրքիան հայաթափեց ամբողջ արևմտյան Հայաստանը դերձորի անապատով հայերին քշելով դեպի Սիրիա, իսկ Ադրբեջանը վերջերս հայաթափեց ամբողջությամբ Արցախը։ Այսինքն դրանք փաստեր են, որոնք հուշում են, որ այդ երկու պետությունները ամենևին չեն հրաժարվել իրենց Հայաստանի նկատմամբ իրենց մոտեցումներից, ու ինչպես Բիսմարկն էր ասում, չկա մարդ, չկա պրոբլեմ, այդպես էլ չի լինի այստեղ հայ, չի լինի իրենց համար որևէ պրոբլեմ։ Ճիշտ է, այսինքն Թուրքիայի, Ադրբեջանի գործնական այս քայլերը Փաշինյանը հակակշռում է, որտեղ հաց, այնտեղ կաց։ Ես Փաշինյան հիշեցնեմ, Տերը ասում է, Սատանան, որ 3 անգամ Հիսուսին տանում է փորձյուն, առաջին անգամ ասում է դե քաղցած ես, չէ՞, մարդը 40 օր ծոմի մեջ է եղել, ոչ ջուր, ոչ սնունդ։ Առաջին կասկածն է գցում, ասում է, եթե դու Աստծո որդի ես, Սատանայի գործիքն է մարդու մեջ կասկած գցել, աշխարհն վերջին հաշվով Հիսուսը մարմնավոր է, չէ՞։ Դե ասում է, այս քայլին ասա թող հաց դառնա, որտեղ քաղցած է, չէ՞։ Դեր ի՞նչ է պատասխանում, ասում ոչ միայն հացիվ, Փաշինյան ոչ միայն հացիվ։ Պարոն Ահապետյան, քանի որ հեղում արեցինք Աստվածաշնչին, թերևս անդրադառնանք նաև այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում հայ առաքելական եկեղեցու եւ վեհապարի շուրջ։ Այս տարի մենք տեսանք, որ կալանավայրերում հայտնվեցին 4 սրբազաններ, մյուս սրբազանը հռչակվեց որպես KGB-ի գործակալ, եւ Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ չի անում, որպեսզի նահանջի իր գրոհից եւ կարծես թե տրամադրված է նույնիսկ բախման, նույնիսկ քաղաքացիական պատերազմ հրահարելու
արդյունքում այնուամենայնիվ հասնել իր նպատակին։ Հիմա կար տեսակ է, որ դեկտեմբերի 28-ին նա կգրոհի մայր աթոռի վրա, սակայն իր գրառմամբ իմացանք, որ նա հերթական իր կեղծ պատարակն է կազմակերպելու Գառնիում։ Հիմա կա մեկ այլ տեսակ է, որ նա այդ գրոհը կփորձի տեղափոխել հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը։ Այնուամենայնիվ կգրոհի նա այդ օրը կամ առհասարակ կգնա ուղիղ բախման հենց մայր աթոռի բակում։ Գիտեք, Արերոտ իր խնդիրը Վեհապար Հայրապետի հրաժարականն է։ Վեհապար Հայրապետը հրաժարական տալու իրավունք չունի։ Այսինքն մի անձին փորձում են պարտադել մի բան, որ իրավունք ինքը չունի, որտեղ Վեհապար Հայրապետը Սուրբ Հոգով օցիալը եւ իր շնորհները Աստծուց Սուրբ Հոգու միջոցով փոխանցվել է իրեն, ինքն էլ փոխանցում է հոգևորականներին եւ մեր հավատավոր ժողովրդին։ Հիմա ես չեմ բացառում, որ եւս ինչ որ բան կազմակերպի, բայց դեկտեմբերի 18-ը իր համար լավագույն դասն էր, որ հնարավոր է ձախողվի։ Այսինքն այդ ժամանակ 18-ին առաջին անգամ եղավ միակամություն եւ քաղաքական ուժերի, եւ եկեղեցու նվիրալու հավատավոր զավակներ եւ հոգևորականներ եւ Վեհապար Հայրապետի առավել տոկուն, սառնասիրտ, իրավիճակին ամբողջովին տիրապետող եւ իր առաքելության մեջ մնացած մարդու։ Փաշտանը սա, եթե ինքը չէ իր տերերը հաստատ է արձանագրել են։ Երկրորդ անգամ եթե գնա, իսկ եթե պարզի, որ այդ բախումը եւ եթե արյուն թափվի կամ հետո Վեհապար Հայրապետին ձերբակալեն, Հայաստանում եւ աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ հայությունը կա, եկեղեցի կա, անկանխատեսելի գործընթացներ կարող սկսեն Հայաստանի օրվա իշխանությունների դեմ։ Առավել որ քրիստոնյա աշխարհի տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն ձևով մեր սրբազանների ձերբակալությունը Վեհապար Հայրապետի դեմ սկսած այս արշավը բավականին բացասական են գնահատում։ Այսինքն կոշտ քայլերը կարող է լինի կոշտ արձագանք։ Ես դժվարանում եմ ասել ինքը գնա, որտեվ եթե ինքը բանական տրամաբանված պատճառ հետևանքային կապը գնահատող անձ լիներ, ես միգուցե դյուրին կերպով գնահատեի իր քայլերը։ Բայց քանի որ իր մոտ անհավասարակշիռ վիճակը նույնական բնական է, ինչքան հավասարակշիռ վիճակ, ես դժվարանում եմ գնահատել։ Սա ինչ վերաբերում է եկեղեցու հետ կապված։ Իրեն մնում է ըստ իս մի քայլ, որ Վեհապար Հայրապետին նորից եմ ասում ձերբակալը։ Այդ բախումը, եթե արյուն թափվեց, բական տխուր հետևանքներ առած, որ իր շրջապատում եւ ուժային կառույցներում շատ-շատերս ամեն ինչի դեմ են։ Նույնիսկ իր շրջապատում, քաղաք պայմանագրում, կառավարությունում, օրենսդիր մարմնում շատեր դեմ են, վստահաբար։ Եվ ես օթիշ չեմ ասում, որտեղ առաջին անգամ Հովանավանքում, երբ իբր ինքը մասնակցեց պատարակի, որ դևերի խնջույքներ, ընդհանրապես գնացել էին կառավարությունից 3 անդամ եւ ազգային ժողովից 3 հոգի։ Սա ցույցիչ է։ Երբ որ ազգային ժողովում քաղաք պայմանագիրում մեծամասնություն եւ կառավարության անդամները բոլորը իր ենթակայության ներքույն չեն գնացել, չէ՞։ Սա արձանագրենք։ Հետաբար ասենք, եթե փորձի ձերբակալել, հետևանքները պարզ կլինի եւ կարծում եմ մեր ժողովրդի քաղաքական ուժերը արդեն գտել են այն մերանը, որը սկզբունքորեն միավորում է բոլորին։ Այն դրոշը, որը կարող է իշխանությունների դեմ առավել էֆեկտիվ եւ արդյունավետ կեցված դրսեւորել իշխանապողության համար։ Այդ դրոշի վրա եկեղեցին է նկարած եւ Վեհապար Հայրապետը իր կեցվածքով, ասում եմ, նույնիսկ ես որ այս կամ այն չափով գիտեմ, շփվել եմ, զրուցել ենք եւ այլն, Վեհապար Հայրապետի հետ, բայց ասենք իր այդ կեցվածքը դեկտեմբերի 18-ին եւ եթե զուգահեռենք դրան հակակշիռ այն 10-ի կեցվածքը վախորած որ թռան գազելը որ թռնենք, ինչպես ասում էր Յուրի Գագայինը, թռանք տղեկ։ Հիմա իրենք թռան եւ մեր լրատվամիջոցները փայլուն կերպով ինձ դրսեւորեցին, կարծում եմ, որ այդ փոքր ճակատամարտի հաղթանակի առույցի բաժինը Վեհապար Հայրապետ հոգեվորականություն մի կողմից եւ զանգվածային լրատվամիջոցներ մյուս կողմից եւ այդ կեցվածքը շարունակականալնելու եւ ընդդիմադիր դաշտի ենթակայությամբ լրատվամիջոցները եւ անկախ լրատվամիջոցները, որոնք որևէ կուսակցական ձևաչափի մեջ չեն մտնում եւ ուրախություն մեր ժողովրդի, աշխանաբար մեր ժողովուրդը եկեղեցու եւ մայր աթոռի պաշտպանության Վեհապար Հայրապետի պաշտպանության թեև ամենամեծ պաշտպանը Աստված է, որտեվ եկեղեցին իր մարմինն է, հա, բայց այնուամենայնիվ գետնի վրա այս պաշտպանությունը օրորի միսուարուն է առնում։ Եթե Փաշինյանն այնքան արկածախնդիր եղավ եւ որ հակառակվեց անգամ իր տերերի հանձնարարականներին եւ գնաց իր անձի սպասարկման, իր փառասիրական նկարտումները բավարարելու համար, ապա իր համար կարող է այդ գործընթացը եկեղեցու դեմ վերաճի քաղաքական լուրջ պայքարի։ Այսինքն ես ասել եմ, այն սուրը, որը ինքը բարձրացնում է եկեղեցու դեմ, կարող է ծրիցել ինքը ընկնի։
Դե ինչ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, սիրով ձեր Մեդիահաբ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։